Մենք կրկին ուղիղ եթերում ենք այսօր մեզ է միացել տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր Ռազմիկ Տերտերյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն, բայց տնտեսագիտության տեխնացու։ Տեխնացու։ Այո։ Որն է ավելի բարձր, դոկտորը։ Դոկտորը իհարկե։ Բարձրացնենք էլի, լավ, էսի միջալոց։ Շնորհակալություն, որ եկել եք։ Շնորհակալություն։ Բերեք մի առանցքային հարցով սկսենք, հա, որի շուրջ վերջին օրերին ամենաթեժ բանավեճն է ընթանում, ինչ է թաքնված Թրամփի ուղի, թե Զանգեզուրի միջանցք տերմինների տակ։ Թրամփի ուղին դա այն ուղին է, որը ենթադրում է, որ տվյալ ճանապարհը ոչ արտատարածքային է, այսինքն լիիրավ գտնվելու է ՀՀ լիազորության ներքո եւ վերահսկվելու է ՀՀ-ի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ ասում են նաեւ ամերիկյան ուժերը ներկա լինելու։ Այնտեղ սենց է պետքա Հայաստանի կառավարությունը եւ ամերիկյան տվյալ ընկերությունը համատեղ կոնսորցիում ստեղծեն եւ երկուսի փոխադարձ համաձայնությամբ կարող է ներգրավել նաեւ երրորդ կողմ։ Բայց բոլոր երրորդ կողմ, երրորդ երկիր, երրորդ երկիր, երրորդ կողմ կարող է, ասենք ամերիկյան տարբեր ընկերություններ ներգրավվեն կոնսորցիումի մեջ, նաեւ երրորդ երկիր դա էական հանգամանք է։ Այո, որովհետև այնտեղ մեծ ներդրումներ են պահանջվելու, ինձ թվում է ամերիկյան 1-2 ընկերություն դժվար կարողանան ստանձնել այդ պարտավորությունները։ Շինարարության մասին։ Այո, ներդրումների մասին է, այո։ Իսկ արդեն Զանգեզուրի միջանցքը դա մինչև օգոստոսի 8-ի հետ համաձայնագրերի ստորագրումը Իլհամ Ալիևը միշտ ուրեմն շարունակում է Զանգեզուրի միջանցք հասկացողությունը։ Շարունակում է։ Այո, եւ հիմա շարունակում է այն ժամանակ, երբ որ ինքը շարքում էր, նպատակ ուներ, որպեսզի ամրագրվեր այդ միջանցքը դառնար արտատարածքային Հայաստանի իրավազորությունից դուրս։ Բայց օգոստոսի 8-ից ինքը արդեն մի քիչ իր հռետորաբանությունը փոխել է եւ ասում է միջին միջանցքի մաս կազմող Զանգեզուրի միջանցք, բայց կոնկրետ չի նշվում, որ դա հենց Հայաստանի տարածքի մասին է խոսքը։ Դա արդեն նախկին պատկերացած միջանցքը չէ։ Այո, հռետորաբանությունը թեթև փոխել է, բայց որ տեղը գալիս է, ինքը մեկ-մեկ միջին միջանցք բառակապակցություն է օգտագործում, բայց վերջի անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ինքը օգտագործեց Թրամփի ուղին եւ միջին միջանցքը միասին։ Թրամփի ներկայությամբ ինքը միայն Թրամփի ուղի է ասում, ընդ որում մեծ գովեստներով, շրջանելով այդ ուղը։ Իսկ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեց Զանգեզուրի միջանցքը արտահայտություն։ Փորձենք հասկանալ, տնտեսական վեճ է, թե քաղաքական վեճ։ Քաղաքական վեճ է դա։ Դա քաղաքական վեճ է։ Հիմա տեսեք, եթե մեր իրավազորությունից դուրս կգտնվի թեկուզ Թրամփի ուղին, դա կարելի է հանգիստ կոչել միջանցք թեկուզ են Զանգեզուրի միջանցք։ Եթե թրիփը Թրամփի ուղին կգտնվի 100%-ով ՀՀ իրավազորության ներքո եւ այնտեղ գործեն ՀՀ օրենքները, այդ ժամանակ արդեն ինքը կոչվի ուղի։ Բայց որպեսզի մենք համոզվենք դա միջանցք է, այսինքն արտատարածքային է, թե ուղի է, որ արդեն լրիվ հայկական իրավազորության ներքո է։ Մի հատ պարզ հարց պետք է վերհանենք։ Երբ որ սկսի գործել այդ ուղին, եթե այդ ուղիով, թրիփով կանցնեն ռուսական եւ պարսկական ցանկացած ապրանք, նույնիսկ այն ապրանքները, որոնք կգտնվեն սանկցիոն պատժամիջոցների տակ, եթե կանցնեն այդ թրիփով, ուրեմն այնտեղ 100%-անոց ուղի է, ոչ մի միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Իսկ եթե ամերիկյան ընկերությունը կխոչընդոտի պարսկական եւ ռուսական նույնիսկ սանկցիոն ապրանքների կամ ոչ սանկցիոն ապրանքների ազատ տեղաշարժը, անկախ այն բանից, ում լիազորության տակ կգտնվի, մեր օրենքներով կգործեն, թե մեր օրենքներով չեն գործի, այնտեղ մաքսավոր կունենանք, թե սահմանապակ կունենանք, կապ չունի։ Եթե ամերիկյան ընկերությունները կարգելափակեն Իրանի եւ Ռուսաստանի ապրանքների ազատ տեղաշարժը, ուրեմն դա 100%-ով միջանցք է, արտատարածքային է։ Ինչն է տարօրինակ, եւ Թեհրանը եւ Մոսկվան առայժմ զուսպ են արտահայտվում այդ համաձայնագրին։ Պարզ չէ, թե պարզ է նրանց համար։ Նրանց համար 100%-ով պարզ չէ, որովհետեւ մեզ համար էլ 100%-ով։ Հա, որովհետեւ իմ ասած պահը մինչեւ չգա, փաստացի պահը, երբ որ կփորձեն այդ
թրիփով անցկացնել ռուսական կամ իրանական ապրանքներ, նշում եմ նույնիսկ սանկցիոն։ Օրինակ համար ասենք իրանական կամ ռուսական նավթամթերքը, որը ներկայապային սանկցիաների կամ նույնիսկ զենք, այո, նույնիսկ զենք, ինչու՞ չէ, որտեվ մենք հենց հիմա Իրանից զենք ենք Ադրբեջանից Նախիջևան զենք կնագա։ Ոչ, ես դրա մասին չեմ խոսում։ Դա արդեն մեր եւ Ադրբեջանի հարաբերությունների հարց է։ Խոսքը Իրանի եւ Ռուսաստանին պատկանող ապրանքների մասին է։ Ենթադրենք Իրանը ցանկանում է այդ թրիփով նավթ տեղափոխել Ադրբեջան կամ նավթ տեղափոխել Վրաստան, ենթադրենք։ Եթե ամերիկյան ընկերությունը խոչընդոտի այն պատճառաբանությամբ, որ իրանական նավթը սանկցիայի տակ է ԱՄՆ կողմից եւ չթողնի անցնի, ուրեմն դա արդեն միջանցք է, արդեն դառնում է արտատարածքային, մեր իրավազորությունից դուրս է, որտեղ հենց ներկա պահին մենք Իրանից եւ գազ են գնում եւ նավթամթերք։ Ով է այս թնջուկի թիվ 1 շահառուն։ Այս թնջուկի թիվ 1 շահառուն Թուրքիան է։ Այս թրիփը կամ միջինցքը 100%-ով ուղղված է Չինաստանի դեմ։ Մասամբ Իրանի եւ Ռուսաստանի դեմ։ Թրամփի անվան տակ։ Թրամփի եւ Եվրոմիության, այո։ Թրամփի եւ Եվրոմիության։ Այո, որի ամենաակտիվ մասնակիցը Թուրքիան է։ Այո։ Դե դեպքում պետք է ասել կամ ենթադրել, որոնք են մեր ռիսկերը եւ մյուս տեսանկյունից ինչ ենք մենք փնտրում այս գործը։ Մեր ամենամեծ ռիսկը նա է, որ այս ուղին դառնա արտատարածքային, այսինքն եթե այս ուղիով արգելվի ռուսական եւ իրանական ապրանքների տեղաշարժը, ազատ տեղաշարժը, ուրեմն Իրանը եւ Ռուսաստանը կդառնան մեր ուրեմն երթվյալ թշնամին եւ կխանգարեն մեզ բոլոր հարցերում, այսինքն կստացվի, որ Ամերիկան, Արևմուտքը, Թուրքիան մեր ձեռքերով կրակի մեջի շագանակները հանում ընդդեմ Իրանի եւ Ռուսաստանի։ Դա հավանական համարում է։ Ոչ։ Քիչ հավանական համար, որտեղ մեր կառավարությունը երաշխավորում է կամ Ես հիշեցի վարչապետի խոսքը, որ ասեց Թրամփի ուղին ձեռնտու է եւ Ռուսաստանին եւ Իրանին։ Այո։ Բայց որ դուք ասիք ռիսկը ասում եմ դա, որտեղ նայեք, եթե ամերիկյան ընկերությունը եւ կոնսորցիումը եթե գրանցվի Ամերիկայում, ուրեմն նրա համար շատ դժվար կլինի, որպես ինքը շրջանցի ամերիկյան պատժամիջոցները, որտեղ Ամերիկայում արդեն իրան նկատմամբ կիրառեն պատժամիջոց։ Եթե կոնսորցիումը ՀՀ ռեզիդենտ որպես գրանցվի ՀՀ-ում, որպես ՀՀ ռեզիդենտ, այդ դեպքում ինքը կարող է հանգիստ շրջանցի պատժամիջոցները, որտեղ մենք մեր կառավարությունը, մեր պետությունը ոչ մի պատժամիջոց չի ընդունել ոչ Իրանի դեմ, ոչ Ռուսաստանի դեմ։ Տեսեք ինչքան եթեները օգտագործեցին, բայց կողմերը գիտեն արդեն դա ինչ է։ Ինձ թվում է այո, որտեղ շատ է քննարկվել այս հարցը, բայց ամենակարևորը մնացած բոլոր դետալները, մանրամասները պետք է քննարկվեն հետագայում։ Իսկ գլոբալ առումով, ինչպես մեր վարչապետն է նշում, 5 կարևորագույն խնդիրները՝ ինքնիշխանություն, չէ, իրավազորություն, փոխադարձելիություն, սահմանների անխախտելիություն եւ դրանք բոլորը արդեն ընդունված են։ Եթե այդ 5 կարևոր սկզբունքները արդեն ընդունված են, ինձ թվում է, որ հետագայում դժվար կլինի, ասենք, ամերիկյան կողմին կամ թուրքական, ադրբեջանական կողմին համոզելու մեզ, որպեսզի մենք գնանք ընդդեմ Իրանի եւ Ռուսաստանի։ Լավ, այդ դեպքում ասեք, ինչ է նշանակում անխոչընդոտ երթևեք։ Ըստ մեր պաշտոնական մեկնաբանության անխոչընդոտը դա է, երբ որ մարդը չի խախտում կամ տվյալ ընդհանրենք տրանսպորտային ընկերությունը չի խախտում ՀՀ օրենսդրությունը, ուրեմն ինքը ոչ մի խոչընդոտ չունի թրիփով գնալ գալու։ Իսկ երբ որ մենք ստեղծենք արհեստական խոչընդոտներ, մենք ստեղծենք ոչ օրինական խոչընդոտներ։ Օրինակ ինչպեսին հիմա Լարսում ստեղծվում է Հայաստանում։ Այո, հիմա տեսեք, վերջին անգամ վրացիները, չէ, մեր կոնյակի իրանք ասում են, որ սա կոնյակի սպիրտ չի եւ այլն, բայց մեր եւ Վրաստանի միջև կա ուրեմն ստորագրված համաձայնություն, որ Բագրատեշնից դուրս գալուց կապարակնքվում է մեր բեռը եւ մինչեւ Լարս ինքը պետք է անխոչընդոտ անցնի։ Արդեն եթե ուրեմն այնտեղ զենք չի, եթե այնտեղ ուրեմն թունավոր վտանգավոր ապրանքներ չեն, եթե այնտեղ ռադիոակտիվ նյութեր չեն, դա Բագրատաշենում էլ որոշվում է։
Այո։ Հենց Բագրատաշնում վրացիներն ունեն չէ սահմանի անցման կետ։ Հիմա մերոնք փոխանցում են վրացիներին թե ինչ կա տվյալ բեռի մեջ, եթե վտանգավոր պայթուցիկ, հրդեհավտանգ, առողջությանը վնասող նյութեր չեն, որոնք պետք է հատուկ ձևով անցնեն տարածքը, մնացած պետք է ազատ տեղաշարժել մինչև Լարս։ Բայց Վրաստանում որոշ ուժեր, կարելի ասել նաև այդտեղ կոռուպցիան երևույթներ են դրսևորվում, խոչընդոտում են, դա է խոչընդոտում։ Իշխանությունից դուրս Վրաստան։ Այո։ Հենց գազի, հեղուկ գազը, որ ներկրվում է Ռուսաստանից Հայաստան, նույնպես արհեստական խոչընդոտներ են իրարվում վրացական որոշ կոռուպցիոն շրջանակների կողմից։ Եվ մինչև ինձ թվում է վերջերս մի քիչ կարգավորվեց, որովհետև հենց այսօր ես տեսա, որ գազի գինը արդեն իջել է 150 դրամ, բայց բարձրացել 220 դրամ, առանց որևէ, ասենք, օբյեկտիվ պատճառներ, էլի, ասենք, ոչ թանկացել է Ռուսաստանում հեղուկ գազը, ոչ տեղափոխման ծախսերն էին թանկացել, պարզապես Վրաստանում որոշ կոռուպցիոն շրջանակներ խոչընդոտում էին տեղաշարժը մեր հեղուկ գազի Ռուսաստանից Հայաստան եւ միանգամից 100 դրամով թանկացավ։